խնդրում եմ ձեզ կոռեկտության սահմանների մեջ պահեք։ Իմ գործընկերների նկատմամբ ես ագրեսիա չունեմ։ Այ ագրեսիան ձեր նկատմամբ չի դադարելու եւ ավելանալու է, ասեցիք, ես ձեզ տեղեկացնում եմ։ Հանկարծ չմտածեք, որ ընտրություններից հետո այդ ագրեսիան են, որ կատակ էին անում անցավ։ Արտասահմանում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախաձեռնությունը կրքեր բորբոքեց խորհրդարանի դահլիճում։ Ընտրություններից շատ չանցած կառավարող քաղաքացիական պայմանագիրն առաջարկում է քվեարկելու իրավունքից զրկել այն հայաստանցիներին, որոնք ընտրացուցակները հրապարակելուց առաջ վերջին 2 տարվա առնվազն կեսը 1 տարին հայրենիքում չեն եղել։ Բացառություն է սահմանվում միայն ուսման մեկնածների եւ պետական գործուղումների համար։ Բովանդակությունից բացի ընդդիմադիրներին մտահոգել էր իշխանությունների շտապողականությունը, հարցը քննարկել արտահերթ նիստում հրատապ ռեժիմով առանց հանրային քննարկման եւ միջազգային հեղինակավոր փորձագիտական կառույցի Վենետիկի հանձնաժողովի գնահատականի։ Այնինչ օրենքն ընդունվելու դեպքում 100 հազարավոր մարդիկ կարող են զրկվել ընտրական իրավունքից։ Սենց կարևորագույն օրենք բերել 8-րդ գումարման ազգային ժողովի վերջի օրերին հրատապ կարգով արտահերթ նիստում ներեցեք էլի, հասկանալի է, չէ՞ ինչ եք ուզում ստանով անել։ Շուտ անենք, մտցնենք, բրդենք, սղացնենք, անցնենք դեմոկրատիա եւ շարաչող թափանցիկության պայմաններում։ Հիմնարար իրավունքի նման կարգով ոտնահարումը եւս մեկ ապացույցն այն բանի, որ ԿՊ-ն որևէ առնչություն չունի մարդու հիմնական իրավունքների հետ։ Այս հափշտապողականությունը ուրիշ ձև չի կարելի բացատրել, քան քաղաքական հետի նպատակներ ունեցող Քաղաքացիական պայմանագրի падգամավորները սակայն հանրային պահանջով էին բացատրում այս նախաձեռնությունը, չթաքցնելով նկատի ունեն Ռուսաստանից ընտրողների բերելու մասին հաղորդագրությունները։ Ընտրությունների ժամանակ ձեր մի թևի համար, այսպես ասած, ընտրական туриզմի եկած քաղաքացիների մասով որի արդյունքում այդ պահանջը ձևավորվել է հանրային, այդտեղ է խնդիրը, դուք հանրությանը չեք լսում։ Մի շարք հասարակական կազմակերպություններ խիստ քննադատել են այս նախագիծը, պնդելով, որ օրենսդրական փոփոխությունները հակասահմանադրական են ու ընտրական իրավունքի անօրինական եւ անհամաչափ սահմանափակում, վտանգելով ժողովրդավարական սկզբունքները եւ խախտելով քաղաքացիների քաղաքական իրավունքները։ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան խմբակցության падգամավոր Աղվան Վարդանյանը համոզված է, որ փոփոխությունն արվում է իշխանությունների ծրագրած սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, որը նախաձեռնելու համար ի դեպ քաղաքացիական պայմանագիրը նոր խորհրդարանում չի ունենա բավարար ձայներ։ Այս իշխանությունը խոստացել է Ադրբեջանին փոխել մեր սահմանադրությունը։ Այս իշխանությունը կորցրել է վախը սեփական ժողովրդից, բայց վախենում է Ալիևից։ Ադրբեջանա-թուրքական հանրությունը կատարելու նպատակին է ուղղված այս փոփոխությունը։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը մինչդեռ պայմանական օրինակով այլ երկրի ազդեցության մասին էր ակնարկում։ Սենթ Կիթս ու Նևիսի կառավարությունը որոշում է, որ ինքը ուզում է ազդի Հայաստանի քաղաքական կյանքի վրա։ Եվ եթե պարզվի, որ Սենթ Կիթս եւ Նևիսում կան շատ Հայաստանի քաղաքացիներ, ինչ է ստացվում։ Հայաստանի իրավապահ մարմինները չեն կարողանալու կանխել Սենթ Կիթս եւ Նևիսում օրինակ ընտրակաշառքի դեպքերը, չեն կարողանալու կանխել ապօրինի ազդեցությունը նրանց քաղաքական կամքի վրա, չեն կարողանալու կանխել, որ օրինակ մեկը գա այնտեղ Սենթ Կիթսի եւ Նևիսում Հայաստանի քաղաքացուն, ասի ես քո տոմսը առնում եմ, գնա քվեարկի ում ուզում ես, բացի դաշնակցությունից օրինակ։ Նախագծի հեղինակները որևէ թիվ չհրապարակեցին վերջին ընտրությունների նախաշեմին, քանի մարդ էր եկել Հայաստան, արդյոք արտառոց պատկեր է եղել։ Փոխարենը Հայաստան խմբակցությունից Արծվիկ Մինասյանն էր թվեր բերել, որ հրապարակվել են սահմանադրական դատարանում, ըստ որոնց ընդամենը 3000-ով ավելի Հայաստանի քաղաքացի է հատել սահմանը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Սա պաշտոնական ցուցանիշ է, որտեղ շատ կարևոր էր նաև սահմանադրական դատարանում հասկանալի վերջո արտաքին ազդեցության տեսակետից ինչ է իրենից ներկայացնում։ Դրսում ապրող հայերին քվեարկելն արգելող օրենքից բացի իշխանությունները արտահերթ նիստ են բերել նաև մեկ այլ նախաձեռնություն, որով 1-ից 2 տարով երկարացվելու է ընտրակաշառքի հետ կապված հանցագործությունների պատժաչափը, իսկ դրա համար դատվածներն անգամ պատիժը կրելուց հետո տևական ժամանակ զրկվելու են պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։ Երկու օրենքներն էլ այսօր ընդունվեցին առաջին ընթերցմամբ միայն իշխանության եւ Հայաստան դաշինքից հեռացած Գեգամ Նազարյանի քվեարկությամբ։ Երկրորդ ընթերցումը 24 ժամվա ընթացքում պետք է տեղի ունենա։